դիտարկումներ ունեք մարտի 30-ին Գյումրիում անցկացված դիմարտահերթ ընտրությունների վերաբերյալ, առհասարակ ինչպես է գնահատում պրոցեսը, ինչ դիտարկումներ ունեք այս ընտրությունների վերաբերյալ։ Ինչ դիտարկում պետք է ունենամ, ընտրությունները անցան բավական բարձր մասնակցությամբ, իհարկե մենք նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ բարձր մասնակցության որոշ տոկոսը նաև պայմանավորված էր fake ընտրողների ուրեմն ինստիտուտով, որը ակտիվորեն կիրառվել է նախկինում էլ այս իշխանությունների օրոքել, տարբեր տվյալներով ըստ Գյումրիում տարածվող 4-ից մինչև 7000 fake ընտրող է մասնակցել, այդ էլ վերջի թիվը նորություն էր։ Մարդիկ, ովքեր Գյումրիի հետ առնչություն չունեն, բայց գրանցված են մեր քաղաքում, հատկապես ջավախեցիների անուններն են տալիս, ովքեր հատկապես Անի թաղամասում տներ ունեն Հայաստանի քաղաքացիություն, ամեն դեպքում նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով, նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսը հաշվի առնելով, նույնիսկ այդ ճնշումները հաշվի առնելով, որ մարդկանց ուղղորդում էին, տանում էին ընտրությունների, քայլիստերի կուսակցությունը պարտություն կրեց։ Ճիշտ է, ես երեք իմացել եմ, որ ինչ որ քայլիստուիներ կան, ովքեր համարում են, որ իրենք հաղթանակ են տարել։ Եթե իրենք սա համարում են հաղթանակ, մոռանում են իրենց հայտարարությունները ընդամենը մի քանի օր առաջ, որ իրենք բացարձակ մեծամասնություն են, որ իրենք ունեն 50%-ից ավելի, թե Սարիկն էլ ասում էր, որ վաղը կգաք ինձ կշնորհավորեք, դա ասել էր մարտի 29-ին, եւ դրանից հետո 36%-ից մի փոքր ավել ձայն են հավաքում, փաստորեն պարզ մաթեմատիկական հաշվարկով կարելի է նշել, որ ընտրություններին մասնակցած 47000 մոտ 500 ընտրողներից 63%-ը դեմ է քվեարկել քայլիստերին եւ իրենք դա հաղթանակ են համարում, թող համարեն հաղթանակ։ Այն ինչ որ տեղի ունեցավ մյուս քաղաքական ուժերի պահով, որոնք անցան ավագանի, սпасելի էր։ Միայն անսպասելի էր ինձ համար Սարիգի 36%-ից մի փոքր ավել ձայնը, բայց եթե հաշվի առնենք այդ նույն fake ընտրողների ինստիտուտը, արդեն կարելի է պատկերացնել ինչ ուրեմն մագարտակ են հասցրել ընտրությունների կեղծման գործընթացը, մյուսները արդեն սпасելի էր։ Որոշ չափով նաև ընտրությունների արդյունքների վրա ազդեց բանավեճը, որոշ տեխնազուներ կորցրեցին տոկոսներ, որոշները ձեռք բերեցին այդ բանավեճի արդյունքում։ Տոկոսները ամեն դեպքում այն պատկերը, որը ես սպասում էի, այդպես էլ ստացվեց։ Պարոն Համբարյան, ինչ կանխատեսումներ ունեք ընդդիմադիր երկու ուժերը, ովքեր անցել են անցողիկ շեմը, արդեն հայտարարել են, որ միանում են Վարդան Ղուկասյանին, այսպես ազգը շունչը պահած սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, նա երեք դարձյալ վերահաստատեց, որ Գյումրիին ԿՊԱ-ական քաղաքապետ չպետք է ունենա, բոլորը փորձեցին իրենց տեսանկյունից դա մեկնաբանել, ինչ կանխատեսումներ ունեք դուք այս մասով։ Ես չեմ կարծում, որ մոտ 20 տարի քաղաքականության մեջ գտնվող Մարտուն Գրիգորյանը կարող է միամտություն դրսևորել, 20-ը երևի ավել ասեցի, բայց ամեն դեպքում միամտություն դրսևորել եւ հանգարց գայթակղվել եւ համագործակցել կապիտուլյանտների իշխանության հետ։ Ես իհարկե ավելի խորքից գիտեմ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև տարաձայնությունների պատմությունը եւ խորքային պատկերացնում եմ այդ խնդիրները, բայց դա հանրության խնդիրը պետք է չդառնա։ Երկուսն էլ քաղաքականության մեջ են մտել եւ ազգի շահերից դուրս գալով, ես չեմ ասում քաղաքի, գիտեք, ես հենց պատահական չեմ ասում ազգի, չնայած ժողովրդի շահերից դուրս գալով, ավելի ճիշտ է ասել, պետք է գնան համագործակցության, որովհետեւ իրոք քայլիստները չկան Գյումրիում իշխանության։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ Մարտուն Գրիգորյանը այնքան խոհեմ կգտնվի, որ ինչ որ ձևաչափով բանակցությունների գնալով, համաձայնության գալով, ուրեմն թույլ չեն տա
որ քայլիստները զավթեն իշխանությունը Գյումրիում իրենց փոքրամասնություն լինելով եւ համոզված են որ այդ ամենին կհասնեն ճիշտ է շատ ծանր կլինի բարոյական թեկուզ եւ հոգեբանորեն չի բացառվում որ այս իշխանությունները կոմպրոմատներ ունեն ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլ նաև Մարդուն Գրիգորյանի պահով, դե կոմպրոմատները արդեն հասկացաք, քրեական գործեր, որոնք պահել են, փայփայել են, ինչ նեղորվա համար, դե իշխանության ծերագիրն է, տեղի մամուլի ներկայացուցիչ Նիկոլի ծերագիրն է դա, ասենք 2 տարի առաջ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ ինչ որ իրադարձություն է եղել, ծպտուն չեն հանել, հիմա դա որպես դամոկլյան սուր փորձեն օգտագործել նույն Մարդունի կամ նույն Գյումրու նախկին քաղաքապետի նկատմամբ։ Այնպես որ Մարդուն Գրիգորյանը պետք է սպասի նաև ռեպրեսիվ մեխանիզմներին, որովհետև Նիկոլա չնայած իր ամբակորգոր հայրարություններին, որ իրենք իբր թե հարգում են ժողովրդի ընտրությունը, ուր աներ այդ հարգանք, ասենք ամենակեղտոտ եւ ստոր մեթոդների դիմեցին Ախուրյանում, ամենաստոր մեթոդների դիմեցին բանում Մարալիգում, ամենաստորագույն մեթոդների դիմեցին Ալավերդիում, հայդարագություններ Վանաձորում։ Հիմա Նիկոլը թող նստի ու մտածի թե ինչ է երկու համայնքներում, Փարաքարում եւ Գյումրիում իր հարազատ քայլիստների թայֆայի կուսակցությունը հավաքում 30%-ի շրջանակներում տոկոս։ Այդ է իրանց վարկանիշը եւ Մարդուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը պետք է անպայման հասկանան, որ իրենք ենթարկվել են ռեպրեսիաների, իրենց ավագանիները կարող են ենթարկվել ռեպրեսիաների շրջապատը, չի բացառվում, այս իշխանությունից սպասելի է ամենանողկալի եւ ամենաստոր քայլերը, բայց պետք է դիմակայեն, եթե մտել են քաղաքական գործընթացի մեջ, նաեւ հուսամ, որ հասկացել են, թե ինչ խաղի մեջ են մտել Նիկոլի հետ, եւ պետք է դիմակայեն եւ թույլ չտան, որ քայլիստների ոհմակը զավթի Գյումրիում իշխանությունը։ Պարոն Համբարյան, Կիրակի օրը տեսակ, որ ՔՊԱ-ական պատգամավորը իրեն շատ այսպես ոչ հարիր էր պահել, հարբած էր, սկսեց հայհոյել լրագրողներին, այսօր տեսանք, որ մանդատն է վայր դրել, ըստ ձեզ այս ամենը արդյոք խոսում է իրենց մեջ, իրենց իմ քայլականների, ՔՊԱ-ականների առհասարակ միջև եղած անհաշտության մասին եւ ձեր կարծիքով արդյոք այլ հրաժարականներ մանդատը վայր դրելու դեպքեր եւս կարձանագրեն։ Դե ընդհանուր առմամբ ես նավակ ճոճող Նիկով հայտնի Facebook-յան օգտատեր Վիլեն Գաբրիելյանին չեմ ճանաչում, բայց որքան տեսա բավական դրական մեկնաբանություններ կար ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից, ամեն դեպքում պետք է փաստն արձանագրենք, որ Վիլեն Գաբրիելյանը ավելի բարոյական կերպար է, քան ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու վրա թքող լրագրողների վրա ուժ բերող Ալեն Սիմոնյանը, Հրեշ Անդոմ Ագանունով լփրիգը, որը կարող է ասենք կին լրագրողին անձնական վիրավորանք տալ, թե շուրթերը մաքրի կամ այստեղ կանգնի, այնտեղ կանգնի։ Հրիփսիմե Չեբեջյան չէր, նորմալ պարագայում Հրիփսիմե Չեբեջյանը ձեռքի միկրոֆոնը կմտցներ Հրեշանդոյի բերանը ուղիղ, այն ինքը դրան էր արժանի։ Այնտեղ բազմաթիվ այնտեղ Քրիստինե Պողոսյան կա, որը հիշում եք, գրգին լրագրողին Անի Գևորգյանին փորձում էր հեռախոսով հարվածել, 44-օրյա պատերազմի ժամանակ լկտի պահվածք է դրսևորում հաթաթաներ տալով լրագրողների նկատմամբ։ Այնպես որ ավելի բարոյական կերպար էր, քան մյուսները, իհարկե քայլիստ լինելով ես չեմ ընդունում նրան, բայց ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ գոնե նրանց մեջ բարոյական կերպար կա, ինչ վերաբերում է քայլիստների մեջ գոյություն ունեցող տարաձայնությունների, դուք ինքներդ Գյումրիում ապրելով ինքներդ շատ լավ գիտեք նրանց միջև ինչ տարաձայնություններ կա Գյումրիում, ավելի գլոբալ առումով այնտեղ ինչի պետք է չլինի։ Նույն Վիլեն Գաբրիելյանը իր հրաժարականի, այսինքն հրաժարականացելով մանդատից հրաժարվելու իր գրառումը համեմել էր նաև քննադատությամբ ԿՊ-ի նկատմամբ, ճիշտ է նորացեցին հանել է այդ գրառումը, բայց ամեն դեպքում ինքը ներկայացրել է, որ բավական անառողջ մթնոլորտ է տիրում ԿՊ-ում եւ պետք է քայլեր ձեռնարկել այդ ամեն ինչը թոթափելու համար։ Ինչ վերաբերվում է մյուս հարցը որն էր ձեր։
Վիլեն Գաբրելյանի հետ էր կապված, նա նաև ասաց, որ 2026-ին իշխանափոխություն է լինելու։ Դե արդեն Այս ինքը սայթակում իրան էր հարցրեք, չեմ կարծում, որ սայթակում է, կարող է մարդը ավելի գիտի, քան շատերը գիտեն, եւ ամեն դեպքում կարող է Վիլեն Գաբրելյանը ստիպված է նաև հրաժարական տվել, չես կարող հաստատացել, մարդը կարող է WhatsApp-ով էլի SMS է ստացել, տարբեր տարբերակներ կան, չես կարող հիմա ասել։ Ընդհանրապես ինձ հետաքրքիր էր, թե լավ ՔՊ-ի վերնախավը Գյումրիի ավագանու ընտրություններում ինչեր է այդտեղ լծված։ Ասենք Երևանում էլ է ավագանու ընտրություններ լինում։ Մենք գյումրեցիներս մեր քիթը մտցնում ենք այնտեղի գործերի մեջ։ Հետաքրքիր է, Իրենց համար սա շատ կարևոր էր։ Դե շատ կարևոր էր, ստացան պատասխանը։ Գյումրեցիների 63%-ը փաստորեն դեմ է քվեարկել ՔՊ-ին։ Եթե նամուս աբուր ունեն, թող հեռենան մարտավարի։